Մի հատ Nice. sense հարց է հայք ջան։ Ահա։ Այդ որ ֆայլ ենք սարքում են with open այդ բանի միջոցով այդ ֆայլը ինձ մնում է բանի պրոյեկտի ֆայլի հետ կցված թե ուրիշ բանա գնում Դաստապանակում։ Ու merci հարցի համար։ Good. Good. Ահա։ Եկեք պատկերացնենք, ստեղ ունենք, ասենք այստեղ լինի։ Ահա, ստեղ ունենք մեր ինչ-որ test test.py ֆայլը, որի մեջ ասելու ենք with open, ու հիմա պետք է գրեմ ֆայլի անունը ինչ-որ, չէ՞։ Եթե հիմա գրեմ օրինակ, չգիտեմ, անիր get text, ու ուզում ենք մեջը գրենք, չէ՞, ասեմ w as file ու մեջը ինչ-որ բան գրեմ, հիմա եթե սա աշխատացնենք, միակ են, ճիշտ տեղը գնանք, ասեմ հիմա python test.py, ինքը աշխատացրեց ու եկեք տեսնենք որտեղ է ստեղծել, այստեղ իրենք նույն մակարդակի վրա գտնվեցին։ Այսինքն, եթե ասենք ես բան եմ, պատկերացրեք, եթե ասենք ես փողոցում կանգնած եմ, ու ինձ ասում եք դե ինչ-որ ֆայլ սարքի կամ ինչ-որ, չգիտեմ, իրական կյանքին մոտիկ օրինակ չեղավ, բայց ես կդնեմ այդ հենց այդ փողոցի վրա, չէ՞։ Ես կդնեմ իրան ավելի կոնկրետ տեղ, օրինակ կդնեմ իրան այս մաթեմի գրադարանի մեջ օրինակ, եթե ինձ ասեք, որ ոչ թե ֆայլի անունը panir.txt է, այլ ինքը matem/panir.txt է, իսկ ինքը matem-ի մեջ պետք է լինի այդ panir.txt-ը։ Այստեղ ես կարամ ասեմ import OS, կարամ սա փակեմ։ Ընդունեցի։ Ահա։ Ուստեղ հետո ասեմ, թող ասենք օրինակ հասցեն, հավասարը os.path.join ու matem հետո նոր panir.txt ու հիմա եթե գրեմ ես մեր path-ը, սա աշխատացնենք, այնտեղ տնը մոռացակ վերջում հա, դա բայց ոչինչ, այդ լավ նկատեցիք, բայց ֆայլը ամեն դեպքում կբացվի txx ֆայլ, C++-ի հետ կապված ինչ-որ բան է փաստորեն սա։ Okay, բայց հիմա եկավ matem-ի մեջ դրեց, էլի, այսինքն եթե ոչ մի բան չենք գրում, կատարվում է այնտեղ, որտեղ որ մենք ենք հենց գտնվում։ Եթե ասում ենք որտեղ, դնում է այդտեղ։ Իսկ եթե մի քանի անգամ է աշխատացվում ծրագիրը, այդ ժամանակ մի քանի անգամ է սարքում, թե եթե տենում է կա, էլ չի սարքում։ Հա, դա է լավ հարց, եկեք աշխատացնենք սա նորից։ Հա, ուղղակի նորից սարքեց։ Եթե չեմ սխալվում, օպցիաներ կար, որ եթե արդեն սարքած է ու ասում ենք մի հատ է սարքի, այդ ինչ-որ խնդիրների է բերում։ Եթե չեմ սխալվում, ֆոլդերների դեպքում էր տենց։ Հիմա եթե այստեղ ասեմ մի հատ սարքի ֆոլդեր բան անունով, test անունով ու ուղղակի հենց sense գրեմ, աշխատացրեցի, սարքեց։ Մի հատ էլ աշխատացնեմ, բողոքեց։ Ասում եմ չեմ կարա սարքեմ։ Բայց ինքը ուներ արգումենտ ոնց որ թե որ եթե գոյություն ունի, ուրեմն okay է, այս exist okay-ը true, այդ դեպքում չի բողոքում։ Բայց բանա, default-ով բողոքում է։ Հասկացա ես։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Եկեք, հարցեր, այսօր հարցերի օր է։ Այսօր 20-ից այդ հաշվարկ կանեմ տեսնեմ հարց կա թե չէ, ով հարց ունի թող ձեր բարձրացնի։ Հայկյան, այս տնայինը մինչև երբ պետք է արվեր։ Լավ հարց է։
Ոնց որ հաջորդ շաբաթ ենք մենք մտնելու արդեն թազատեսության մեջ, ու այդ ժամանակ նոր տնային է լինելու, ոնց որ եթե մինչև այդ անեք տնայինը, հետո հանգիստ կանցնենք այս թազային, եթե չէ կստացվի այն պարտքա մնացեք, կամ պետքա հաջորդ շաբաթվա մեջ շատ բան անեք, դրա համար ես խորհուրդ կտայի մինչև չորեքշաբթի անել, էլի։ Ու նաև ես այսօր վաղը բան կանեմ, ֆայլերի խնդիրների բոլոր վիդեոները կհրապարակեմ, լուծումների վիդեոները, այդ ուղղակի որպես կողքից փաստ։ Ահա, Կարեն, ասում եմ։ Հայկ ջան, իսկ մաթեմատիկան երբ ենք սկսելու։ Դե բան, Ոտով։ դիպ հաշվենք։ Ահա։ Հիմա բանով կայքով ավելի հաջող։ Մենք հիմա ստեղ ենք, այս մի շաբաթ, այս քանը մի 3-4 շաբաթ երևի, մոտ մի ամիս, այսինքն գցենք, ստեղ որ գանք 1, 2, 4, մի 6, 7 երևի, ինձ թվում մի 3 ամսից էլի, այս տեմպով, այսինքն սեպտեմբերին։ Կարգուլս։ Իսկ այս optimization-ները 25-ից 27։ Հա, այս երևի մի քիչ ավելի քիչ է լինելու։ Ահա։ Մեծ է ոնց որ 25-րդից 27-րդ շաբաթների ընթացքում մոտավոր մենք էլ հիմա 8-րդ շաբաթում ենք, 8.5-րդ։ Ահա, հա, հասկացա։ Մաթեմատիկան հետ կբացենք նորից։ Այս statistics, ահա, հա, բարձա։ Ինչ որ խայտարակ շատ ժամանակ կա, թեկուզ մինչև ML։ Դե հա, մաթեմատիկան ամենակարևոր։ Հա։ Չէ, ML-ը բանը, classic ML-ն է, deep learning չկա։ deep learning ասելս նեյրոնային ցանցեր բանման անցնելու ենք։ Ահա։ Հա, այդ մակարդակի էլի։ Ու այնտեղ հենց նկարների հետ աշխատանք, տեքստի հետ աշխատանք։ Ահա։ Հա։ Շատ լավ է։ Հայկ ջան, ես մի բան ասեմ, ավելի ճիշտ հարց չի, ավելի լսում եք։ Հա, կոպեկ ընկավ։ Սենց ես մասնակցել եմ տեսակ դասընթացների, բայց նենց ոնց որ ստեղ է Python-ը տրվում, այնտեղ դաժե վճարովի ես մասնակցել եմ, չի տրվել տենց, ոնց որ ստեղ է, ուզում եմ անպայման ասեի այդ մերսը, որտեվ ես մաթեմից վատ չէի, բայց Python-ի մոտ վատ էր ու էդի շատ էր կաղում, այն նենց ոնց որ ստեղ էր տրվում, տենց դաժե վճարովի չի տրվել, սենց ասեմ։ Մերսի շատ։ Մերսի շատ feedback-ի համար։ Իրականում բանից է գալիս, էլի ժամանակային ճկունությունից է գալիս։ Ասենք ես էլ երկու տեղ տենց վճարովի Python-ի դասընթաց անցկացրել եմ ու երկու տեղն էլ մոտս բան ա եղել, էլի որ ես ինձ ներսից տհաճ եմ զգացել, որտեղ իմացել եմ ինչ որ թեմաներ թռնում եմ, ինչ որ բանել գլխառատ եմ անում, որտեղ ուրիշ ձևով ուղղակի ասենք 3 ամսում օրինակ չես տեղավորի։ Իսկ ստեղ հանգիստ մեր տեմպով ոնց ուզում գնում ենք, նման հա ինձ էլ այդ առումով էլի կոմֆորտ ահագին։ Ձեր մոտ միկրոֆոնը միացրած է, ես անջատեցի, բայց նա всякий զգուշացում։ Նավ եկեք նորից այդ հաշվարկ անենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10։ Հարցեր չկա, հա, все-таки։ Եթե չկա, ինչ որ պրոյեկտ կբզբզանք հեսա միասին, բայց դա ես մտածում եմ սաղ դասեր են հարցեր են կանելու։ Հայկ ջան, մի հատ հարց տամ էլ GitHub-ի հետ կապված, հետո էլ շարունակենք։ Ինչ տիպի պրոյեկտ արժի դնել, որ գործատուին ավելի հաճելի լինի, չգիտեմ, կամ բարձր գնահատեն։
Երևի ոնց որ այս պայծրությամբ կասեմ ցանկացած պրոյեկտ, որ անում եք, GitHub-ում դրեք, ոնց որ թողարկի ձեր GitHub-ում լիքը բան լինի, երբ որ արդեն կհասնեք նրան, որ ինչ որ այնքան շատ բան կա, մտածում եք, ոյ, այսքանի մեջ տեղավորվել չի, այդ ժամանակ կարելի է նստել մտածել, թե որոնք ընդգրկել որպես հիմնականներ, այնտեղ GitHub-ը թողում է 6 հատ ռեպոզիտորիա pin անել, այսինքն sense նշել, որ ամենավերևում երևա, իսկ բանի այսինքն ինչքան կարաք շատ բան դրեք ուղղակի, էլի սկզբի փուլում, թող ասենք գործատուն մտնի տեսնի, լիքը բան է կարել։ Իսկ որոնք որ տենց հենց դնել, sense ասած ռեզյումեի մեջ կետով նշել բանման, ես երևի խորհուրդ կտամ այն նրանք, որոնք որ նախ մեկ ահագին շատ չափով ձեր կողմից է գրված, ոչ թե ինչ որ տենց լիքը GPT-ա, կամ էլ թեկուզ եթե լիքը GPT-ա, որ վստահ եք դուք լրիվ հասկանում եք ամեն մի տողը կոդի, էլի։ Ընդհանրապես GPT-ով անելուց միշտ տենց արեք, այդ կարամ ոնց որ համ ուղղակի որպես խորհուրդ, համ որպես տենց ինչ որ ցավի վրա հիմնված խորհուրդ, էլի, որ ինչ որ շրջան վրազել եմ ինչ որ բանի համար, վրազ GPT-ի կոդ եմ վերցրել, մինչև վերջ չեմ խորացել, հետո վերջը այնքան ավելի շատ ժամանակ եմ դրա վրա ծախսել, քան եթե այդ ժամանակ մի հատ հանգիստ խախանդ գնայի, բայց մի քիչ կողքից նշում որպես երկու ոնց որ կոդեր են, որոնք որ նորմալ դոկումենտացված են, այսինքն հասկացվում է ինչը։ Նենց չի այնտեղ ու նենց են սարքած, որ ուրիշ մարդիկ է կարողանան օգտվել, էլի, այսինքն որ ֆայլը բացեմ առաջի տողում գրած չի լինելու users hike ինչ որ բան, այլ գրած լինելու ֆայլի անունը, որ հայկերից բացի ուրիշ մարդիկ է կարողանան բանանան, բացեն ֆայլը։ Ու հա, ու երրորդն էլ որ տենց իրոքից ինչ որ հավես բան են անում, էլի, որ ասենք կուզեք գնաք տնեցքին ասեք, ասենց բան եմ սարքել, եթե այտենց պրոյեկտ է, ուրեմն երևի ինտերվյու, ուրեմն երևի այդ գործատուին էլ կուզեիք այտենց բան ասեիք, այդ ֆիլտրով էլի հետարքիր կամ օգտակար մաքուրոտ գրված ու որ դուք լրիվ հասկանում եք։ Եթե այդ իրեքին բավարարում է, ինչի չներառել։ Լավ, մերսի։ Ձեզ մերսի։ Նորից այդ հաշվեր կանենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 1, 2, 3, 4։ Հայկական մաթեմատիկայի դպրոցի հետ կապված մի բան հարցնեմ էլի։ Ենթադրվելու է, որ դպրոցական մակարդակի մաթեմատիկան գիտենք, հանրահաշիվով բանով, թե էլի բաներ պետք։ Ոնց որ կարող է ինչ որ տեղ ասենք ածանցյալ հիշացնենք կամ ինտեգրալ հիշացնենք, որը որ դպրոցից պետք է իմանանք, բայց օրինակ ուղի հավասարում բանը, այտենց բաներ չենք հիշացնելու։ Շատ ցանկալի է, որ հա դպրոցական մաթեմատիկան իմացվի ու բան, մենք այն դասնած որ լրիվ նոր էր սկսա, այն առաջին նամակով բան էինք արել, դրա հետ կապված մի քանի նյութ էինք ուղարկել, այտենց նախապատրաստվելու համար կարելի է նայել, էլի։ Բայց ոչ մի ոչ դպրոցական բանի գիտելիք չի ենթադրվելու։ Այսինքն ինչ որ մատրից բանման ենթադրելու ենք, որ առաջ անգամ եք լսում այդ բառերը ինչ են ընդհանրապես։ Նյութերը լրիվ հայերենով անելու, թե լեկցիաներ տնեն, որ անգլերենով պատի։ Դասը հենց ինքն իրան լինելու է բանով, հայերենով, բայց արդեն այդ ժամանակ արդեն սլայդեր է լինելու, UML-ի ժամանակ էլ ինչ որ Jupyter նոթբուքներ է լինելու, այդ արդեն ամեն ինչ անգլերենի են կանցնելու։ Ու այդ հետ կապված էլ ամենասկզբում նամակ էին գրել ու մի հատ էլ անգլերենի դասերի playlist էին գրել ու երկու հատ գրքի խորհուրդ այժմ հեղինակի։ Այդ դրա միտքը երկու բան է, լավ 3 բան երևի։ Առաջինն այն է, որ կամացից մտնեք տերմինոլոգիայի մեջ, որ տենց հենց անգլերենով բառերը իմանաք ամեն ինչի։ Երկրորդն այն, որ ստիպված все-таки սովորեք արդեն։ Երրորդն այն, որ ոնց որ մեզ էլ էր ավելի հեշտ բան անել, անգլերենով հավաքել նյութերը, որովհետև օրինակ ML-ի կտորի դեպքում ինչ որ ժամանակ սլայդերը մեր սարքածն է, ինչ որ ժամանակ մենք ինչ որ համասարանի սլայդեր ա վերցրած ու դա է օգտագործվում, այդ համասարանի սլայդերն են բնականաբար արդեն անգլերեն են, ու հա, ու հիմնականում շատ որակով նյութը շատ ավելի հեշտ է անգլերենով սարքել, ու տենց ենք շարժվել էլի հաջորդ երկու սեկցիայի համար։ Արզա, մերսի շատ։ Ձեզ մերսի։ Ահ, 1, 2, 3, 4, 5
Ծեր Վերջնական մի հատ 5, 4, 3, 2, 1 Okay, դա լավ, դե եկեք պրոյեկտ բզբզանք։ Եթե այդ ընթացքում հարց հիշեք, համեցեք, հարցը ավելի բարձր պրիորիտետ կստանա, քան պրոյեկտը, էլի, որովհետև այսօր հարցերի օր է։ Այսօր ամառվա առաջի օրն էլ է, որավոր։ Դեռ պրոյեկտի նպատակը լինելու է ոչ թե պրոյեկտի միջից բանա լինելու, YouTube-ի հետ կապված բաներ բզբզալ, ասենք վերցնենք կարգին հաղորդումի մի հատ playlist ու YouTube ու կոդ գրենք, որ կքաշի այդ playlist-ի հետ կապված դիտումների քանակ, լայքերի քանակ, տևողություն բանման, տենց մի հատ data կքաշի, օրինակ նայենք, տեսնենք, որ կարգինն են ամենաշատը նայել, որ կարգինն են ամենաշատը լայքել, այնտեղ լայքերի, դիսլայքերը եթե վերցնենք, որ նա որ լայքերի քանակ բաժանած դիսլայքերի քանակ ամենաբարձրն է։ Այդ ինչ որ բզբզալու բաներ, էլի։ Բայց պրոյեկտը արվելու է շատ այն կտրվածքով, որ okay, հələ եկեք մի հատ 0-ից մինչև վերջ process-ով անցնենք։ Զուտ է տա լինելու բանը գաղափարը, այսինքն եթե ասենք գրադարան քաշել, environment սարքել, repo-ին push անել բանման, այդ սաղ արեցինք, այդ հենց կոդի պարունակությունը լինելու է երկրորդական մակարդակի, էլի։ Կարող ասենք մի հատիկ ինչ որ ֆունկցիա գրենք, անունը դնենք, որ պրոյեկտը եղավ, որովհետև կրկնեցինք այն ամեն ինչը, ինչ ուզում էինք։ Ահա, ու նաև պրոյեկտը լինելու է բանով։ Այդտենց հենց ավելի շատ հենց ուղիղ ոնց կմոտենայինք պրոյեկտին վիճակով, այդ նշանակում է, որ ես ասենք կոդ նախապատրաստած չունեմ, այժմ եսին որտեղ ունեմ տարիներ առաջ դրած, որը մոռացել եմ բարեհաջող, բայց ասենք ես հենց դասի ժամանակ Google-ելու եմ օրինակ ու ձեզ մտածելու process-ի միջոցով անցկացնելու եմ, էլ թե խի վերցրեցի այս կոդը, ինչը փորձարկեցի, ու տենց։ Հա։ Մոտավոր պլանը սենց է, հարցեր, նշումներ, առաջարկներ։ Բայց YouTube-ի դիսլայքերը վայթե փակած աղել ջան չի երևում։ Այդ ինֆորմացիան մենք կանք ինչ որ կոդ դրելով վերցնենք։ Ինչ որ տեղից։ Այդ լավ նշում է, դիսլայքերը մարդկանցից է փակված, բայց օրինակ ես հիշում եմ կարող է հիմա YouTube-ը փոխած լինի դա, բայց երբ որ մարդկանց չէր երևում, կոդով ես ստացել էի դիսլայքերի քանակ, ու դիսլայքերի քանակ պահվում է, օրինակ այս վիդեոները, որ YouTube-ում գցում, ես կարող եմ մտնեմ նայեմ, քանի մարդ է դիսլայք արել, այսինքն այդ ինֆորմացիան կա ուղղակի YouTube-ը մենակ կոդային է տրամադրում դա, կամ էլ հենց մենակ ալիքը վիդեոն ստեղծողներին է տրամադրում։ Հիմա կնայենք մի հատ, այդ կարող է իրականում բարձվի արդեն հանել են կոդից էլ այդ հասանելությունը, տեսնենք, այսօր ոտի վրա կհասկանանք։ Այդ առումով էլ է, կակրաս մի քիչ ավելի բան դառնում, առավելություն դառնում էլի ծրագրային մոտեցումը, որովհետև հիմնականում ավելի շատ ճկունություն է տալիս էլի, քան ինտերֆեյսը։ Okay, էլի ինչ որ հարցեր, նշումներ կամ ցանկացած բան։ Հայկ ջան, այսինքն էս դառնում է data անալիտիկայի խնդիր, հա, տենց ինչ որ մի բան։ Հա, տենց թեթև էլի։ Ավելի շատ ոնց որ ուղղակի հասկանալ ոնց ինչ որ բան սերվիսներից տվյալներ վերցնել, այդ ոնց որ ավելի հիմնական մասն լինելու, բայց հենց տվյալները վերցրեցինք ինչ որ թեթև անալիտիկա է, էլի։ Հասկացա։ Որը իրականում կարելի է ահագին մշակել տանել առաջ ու կարելի է, ասենք, YouTube-ի վիդեոներից տեքստը ստանալն էլ բան չի, դժվար բան չի Python-ով հենց։ Բառեզբուն իմաստով 2-3 տողի պատմությունը կարելի է տեքստը վերցնել, տեքստը մշակել, հազար մի բան անել հետը լիքը իրականում զարգացնելու տեղ ունի սա էլի։ Ինչի տեքստը, բանի, վիդեոյի։ Այդ հենց վիդեոից է անում, թե ինչ որտեղ կա գրած, տենց է վերցնում։ Հիմնականում բան է լինում, եթե սուբտիտրեր տրամադրված կան, այսինքն հենց մարդը բռնել լրացրել է, դրանք է քաշում, եթե չկան, այնտեղ կտեսնենք, որ լիքը վիդեոներում բերում է բան auto-generated subtitrer, չէ՞։ Այդ դրանք է տրամադրում։ Գործում։ Հեչ որ չէ, շատ ուզենք կարանք նույնիսկ բռնենք սաղ վիդեոն քաշենք ու բռնենք մի հատ առանձին ալգորիթմ աշխատացնենք, որ բան է անում, վիդեոից վերցնում է տեքստը հանում ու տենց ստանանք նույնիսկ տեքստը էլի։ Այնքան շատ պատրաստի բաներ կա, որ կարելի է ասենց հավեսով կոնստրուկտոր հավաքել, էլի ոնց ուզենք։ Okay, էլի ինչ որ հարցեր, նշումներ կամ ցանկացած բան։
Դա լավ, դե որ պրոյեկտ ենք սկսում, առաջի քայլը ինչ պետք է լինի, գնում ենք GitHub-ի repo ենք բացում։ Միշտ ավելի հաճելի է սկզբից հենց մաքուր սկսել գործ անել, քան թե գործ անել, հետո կեսից ասել դե լավ եկեք մի հատ մակրո տենք այս ամեն ինչը։ Բացելը ես ինտերֆեյսով եմ սիրում անել, ոչ թե տերմինալով, որտեղ ինտերֆեյսով համ ոնց որ ավելի հեշտ է էլի կտեսնել ասել վերցրու Python-ի համար git ignore, readme ավելացրու, լիցենզիա ավելացրու, տենց հանգիստ նշելով գնալը շատ ավելի կոմֆորտ է։ Ես տեղ մի ակնթարթ էկրանը անջատեմ, ես մտնելու եմ github.com, կտեսնեմ create new repo, էտա լինելու զուտ արածս։ Էկրանը ուղղակի անջատեմ, որ repo-ների ցանկը մոտս չերևա, չընկնեմ վիդեոյում բլուր անեմ։ Ահա։ Բայց կասեմ ինչ եմ անում, եկա github.com, վերևի ձախից կտը ծրեցի new, ահա, ու սրանից հետո կարամ արդեն ցույց տամ process-ը։ Repository name, եկեք ասենք YouTube Analytics օրինակ։ Կամ YouTube ինչ որ tools, բանի որ այդ սուբտիտրերի հետ կապված բաներ անենք եւ այլն, YouTube-ի գործիքներ։ Նկարագրություն, լավ նկարագրություն է միանգամից։ Public repository-ը, readme.md ֆայլ ավելացնենք, հեսա կխոսանք նաեւ սա էլ ինչ է։ Ու ասենք այս git ignore-ում այն Python-ական ինչ որ անկապ բաներ, որ առաջանում է, դրանք ignore արա։ Անու սկսեցինք create repository։ Սրանից հետո եթե ուզենամ ես վերեմ իմ մոտ, կարամ գամ ստեղ ասեմ cd ստեղ, desktop-ում սա կլոն անեմ, cloning into, արեց։ Հիմա տեղափոխվեմ այդտեղ, cd YouTube, չէ, հապեցի, YouTube-ը ուրիշ ֆոլդեր էր, cd YouTube tools, ու մի հատ էլ ստեղ հավես բան, որ չենց էլի է ճիշտ տվել, մեծ եթե ուզում եմ այս հասցեով բան բացեմ, VS Code-ը բացեմ, կարամ գրեմ code կետիկ ու վուալա, միանգամից բացեց։ Հիմա հիմնականում ես ոնց եմ սիրում անել, եթե ինչ-որ պրոյեկտի մեջ այդքան ակնհայտ չի ինձ, ինչ process պետք է անեմ, ինչ պետք է անեմ, սենց ասած բզբզալու փուլի մեջ եմ, բզբզալը անում եմ Jupyter notebook-ով, որտեղ Jupyter notebook-ով շատ ավելի հարմար է, համ տենց կոդի կտորներ առանձնացնել, համ էլ ինչ-որ բանը աշխատացնել, արդյունքը ստանալ ու այդ արդյունքի հետ գործ անել, ոչ թե ամեն անգամ աշխատացնել, որ այդ նույն արդյունքը ստացվի։ Դա համար ես մի հատ կսարքեմ բան, Jupyter notebook, կասեմ, ու հիմնականում իմ առաջայինը հենց bzbz.ipimb է լինում, ինչը հեչ գովալու բան չի, բայց լավ, այս դեպքում եկեք ասենք playlist analytics get ipimb։ Հիմա մինչև կոդ գրելուն անցնելը, ինքստեղ պետք է մենք նշենք, թե ինչ աշխատացնի, որտեղից Python-ը վերցնի, սենց ասած, ինչ դարակից։ Իսկ մենք դարակ հələ չունենք սարքած, դրա մեր տերմինալը պետք է բացենք ու ստեղծենք մեր environment-ը։ Ստեղ գալու եմ ասեմ, conda create, գծիկ new, անուն եկեք դնենք YouTube, թո սարքի։ Մինչև սարքում է, մինչև այս փուլը ինչ-որ հարցեր կան, ժողովուրդ։ Այս ինչը սարքեց Հայկ ջան։ Այս virtual environment-ը, որտեղ արդեն հենց կոնկրետ այս պրոյեկտի համար անհրաժեշտ գրադարանները կներմուծենք, որ ոնց որ սենց ասած որոշեցինք, որ պետք է կամոդը հավաքենք, գնացինք մեր չագուճ բանման այդտեղի այդ գործիքա կազմը վերցրեցինք, որ հետո երբ որ ոչ մենք տնային անենք, այդ չագուճ բանմանը չխառնվի մեր տետր գրիչի հետ։ Ամենտեղ գործիքները լրիվ ամեն ինչ առանձնացնում ենք, էլի կախված նրանից, թե ինչ գործ ենք անում։ Գործեմ։ Շատ բարի։ Էլի հարցեր։ Okay։ Լավ, հիմա ոնց որ սարքեցինք, ակտիվացնենք, conda activate YouTube։ Հիմա տեսնենք, ստեղ հենց գրում է փակագծերում YouTube։
Հիմա ժողովուրդ, sense մի հատ նրբություն, որ եթե ուզում ենք Jupyter notebook-ները աշխատացնենք այս YouTube environment-ով, պետք է մի հատ հենց դրա համար գրադարան քաշել, ինքը կոչվում է ipy-kernel, այստեղ որ kernel ընտրենք, պետք է այդ IPython notebook-ների հետ աշխատելու kernel-ը քաշենք, դրա համար մի հատ սա ասենք, եթե սա չասեի ու փորձեի ընտրեի, ինքն էր ասելու բան արա, ես պետք է սա քաշեմ, բայց ավելի հարմար է ու ավելի զգուշ է, եթե մենք քաշենք, էլի։ Ինչ-որ լիքը բան արդեն քաշած ունի, մնացածն էլ թող քաշի վերջացնի։ Ահա։ Հիմա եթե ասեմ pip freeze, այստեղ կտեսնեմ, որ հա ինչ-որ լիքը բան մեջում հա լավ չէ, սա հետ։ Այստեղ կտեսնեմ, որ այստեղ էլ է կարելի control find անել։ Ահա, ipy kernel-ը քաշել է։ Հիմա կարամ գամ այստեղ, select kernel-ի մեջ, ասեմ, select kernel-ի մեջ ասեմ Python environments YouTube ընտրեցի։ Հիմա արդեն աշխատում եմ այդ YouTube-ի բանով, environment-ում։ Այստեղ կարամ սկսեմ կոդ գրել, ու եթե ասեմ օրինակ import pkdm, ու աշխատացնեմ, այս մեկը պրոբլեմ է տալու հիմա։ Այն ժամանակ պրոբլեմ չէր լինում, որտեվ ուրիշ environment էինք, իսկ ստեղ իսկական ոնց որ լրիվ թազա edge ենք բացել ու հələ չենք գնացել գործիքների խանութից այս գործիքը առնենք։ Այսօր նայեք նույնիսկ այս բանում բերում է։ Հա։ Հա, ինչ որ դաժե Python -1 -1 էս ինչ է։ Երկեն -1 -1 -1 Մի երկան եկեք նայենք, ipy YouTube-ը չէ ունը։ Okay, հետարքիր է, ինչ որ տարինակ բան է բերում։ Չէ, Jupyter server չենք ուզում։ Else YouTube python.exe նորմալ է թվում։ Եկեք կարդանք, ուսումնասիրենք, փորձենք հասկանանք ինչ է լինում։ Գնանք Google-ում։ Բնական բանն ամենը, չենք հասկանում, գնանք Google-ենք։ Python VS Code does not connect to IPyMB kernel. Trial-եց գրադարանն պետք քաշել։ Հա, ինչ որ VS Code-ի վերսիայից է ոնց որ թե կախված ոնց հասկացա, դրա համար է նախկինում պրոբլեմը չեմ տեսել։ Եկեք փորձենք հետևենք այս խորհրդին։ Ինչ որ trial-եց կոչվող գրադարանում ես ինչ է փոխվել, ոնց հասկացա, դրանից բողոքում է։ Էսա ժողովուրդ ծրագրում որ ոչ մի բան սխալ չես, ամեն ինչ անում ես այնպես ոնց նախորդ անգամ էր արել, բայց արդեն պրոբլեմ է բերում։ Ուրեմն ինչ որ բանով տարբեր էր։ Եկեք ուղղակի ասենք pip install trial-եց 433 առանց ճակերտների։ Այս գրադարանը օրինակ նախկինում է կար, հիմա ինչ որ ուրիշ վերսիա է անցնում։ Տեսնենք ինչ է լինում վերջում։ Ասում է, ես մի գրադարան ուզում եմ, որ սա այս վերսիայից բարձր լինի, բայց կոմոդ սա սենց է, բողոքներ, դժգոհություններ, շատ ռեալիստիկ, շատ իրական վիճակ է։
իհարկե մի հատ է կարդանք ստեղ մի քիչ ավելի լավ։ Այստեղ ինչ որ ասում են սերվերի գտնել, ինձ այդ լուծումը այդքան դուր չի գալիս։ Հայք, իսկ եթե այդ սելի վրա մի հատ էլ սել դնենք, այնտեղ արդեն տերմինալի հրամանը աշխատացնենք, ինքը ավտոմատ պիտի որ դզվի։ Սրանից վերև մի հատ էլ սել դնենք, այդ pip install upgrade pip անենք։ Ահա, այսինքն մի հատ սել դնենք, ու ինձ թվում է երևի կարող է դզվի։ Դե ոնց որ ստեղ աշխատացնենք, թնդեղ աշխատացնենք, շատ տարբերություն չկա պրինցիպի։ Ստեղը գիտենք հաստատ միանգամից ազդում է, ստեղը մեկ-մեկ տեսել եմ, որ այդքան է չազդի։ Այս պիպի հետ կապված մի քիչ շոտ ցածր հավանական է ինձ թվում է, որ այս պիպը հին լինի, դրանից լինի։ Բայց այդ ընդհանուր առմամբ լավ նշում է, էլի, արժի թարմ վերսիա ունենալ ամեն ինչի։ Մի հատ էլ տեսնենք այս IP կերնելը թարմացնելով կստացվի թե չէ։ Modify pip please. Afելը ոնց որ չի ստացվում։ Այս այդ չստացվի մի հատ ուրիշ ձևով կփորձենք։ Կսարքենք ուղղակի կերնել առանց բանի, այդ IP կերնել գրադարանի։ Ու ստեղ կնշենք ընտրի, ինքը կասի մի վարքան, այս ինչ ես խոսում, բանը չկա բա։ Ինչ անում, կասի հələ մի րոպե, ես չունեմ այս գրադարանը պատրաստի, ինքը թող քաշի ու եթե ինքը քաշի, երևի այնպես կքաշի, որ արդեն բան չլինի մեր մոտ, շատ ուրիշ պրոբլեմներ չլինի։ Առնվազն հույսը դա է, մի հատ այդ կփորձարկենք։ Եթե դա էլ չաշխատի, երևի պրոստը ուղղակի ուրիշ environment կբացեմ, դասը կշարունակենք, որ շատ ստոպ չտանք այս մի պրոբլեմի վրա։ Ու հա, ու հետո ոնց որ այս պրոբլեմը ջոկելը կմնա հետոյվա։ Կպած չի ուզում կպնի սրան։ Եկեք դե փորձենք մի հատ առանձին բանով, թազա ֆայլով։ Թող մի հատ լրիվ ամեն ինչ նոր լինի։ Ու ստեղ սարքենք մի հատ թազա environment։ Contact create պետք է ասեմ։ Ակտիվացնենք։ YouTube 2։ Հիմա եթե այստեղ գամ ընտրեմ another kernel, Python kernel, YouTube 2, սա ուզենամ աշխատել։ Էլի Python -1 -1 ինչ թազա բան է։ Python չէ, print։ Is no longer available. Չեմ ճոգում եթե անկեղծ։ Եթե ուզում եք search անեք ու ինչ-որ կտորներ ինքը բան անի, հենց բառացի ստուգի հենց այդ տեքստը կա թե չէ։ Ներեք։ Կարակ բանեք։ Իրան շակերտների մեջ վերցնեք ու այն ինչ ու այսենց հենց կրկնակի շակերտների, ասենք is no longer available, այսպես տեքստով այդ ինչ կա։ Եկել նաև կարելի է GPT գցել։
օգնել օգնի։ Մոդելների մեջ կարելի է ընտրել ծրագրավորող մոդելին, Great at coding and visual sync։ Ետ տեսնենք ինքը ինչ կասի։ Լավ բան ասում, եկեք տեսնենք այս environment-ների ցուցակը մեր նորմալ, conda end list։ Ահա, YouTube-ը կա, YouTube աստղանիշը կա, բայց ինչ-որ պտիչկայով է։ Ինչ է այդ պտիչկան նշանակում տենց։ Python second։ Եկեմ IPython-ը։ Իրականում ամենալավ ձևը չենք փորձել է, ծրագրավորման ամենաուժեղ գործիքը։ Այդ պրոստը փակենք բացենք սա։ Կատ, 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 կատ։ Հələ տեսնենք։ Թմանգակերտներ։ Undefined, undefined, undefined։ Այդ փորձնական ուրիշ բան եթե ընտրենք 3.10.14, մեկն էլ ասում է Python undefined, undefined, undefined։ Ինչով են իրանք տարբերվում, conda ems thesis, Python exe, YouTube 2, Python exe։ Կարանք փորձենք մի հատ Python-ը հստակ ֆիքսենք, օրինակ, եկեք ասենք conda create գծիկ name, YouTube 3, Python հավասար է 3.10 օրինակ։ Ամեն թողեն ամենավերջի Python-ներից չլինի։ Այդ տեսեք ժողովուրդ, սենց բան է ծրագրավորում։ Ուզում ենք նստենք մի հատ տենենք կարգին հաղորդումներից որն են ամենաշատը լայքել, մինչև հիմա փորձում ենք պրոստը import print պանիր մակարդակի կոդ կարողանանք աշխատացնենք։ Այստե։ Այս լրիվ ռուսական любишь кататься, люби санки водить на возить։ Всё отлично։ Եկեք սա համարենք վերջի փորձ, եթե չստացվեց բան կանեմ։ Պատրաստի normal environment-ի կանցնեմ, կգնամ առաջ ու ահագին համոզված եմ, որ այս նույն դուք անեք, ձեր մոտ պրոբլեմ չի բերի ընդհանրապես։ Ինչ որ սպეციფიკա իմ կոմպի համար երևի։ Ես մի քիչ վախում եմ, որ կարող ինչ-որ ձեռով սխալ բան ջնջասեմ ինչ-որ պահի ինչ-որ տեղից, բայց լավ է, արդեն ես պետք է հետո ջոկեմ, էլի։ Մինչև այս եթե ինչ-որ ցանկացած հարց կամ ինչ-որ բան կա, ժողովուրդ համեցեք։ Մասով ակտիվացնենք։ IPy-կերնելը շատ լավ եկեք հələ փորձենք, հիմա առանց դրա։
Անեք -1, -1, իսկ այս մեկի համար գրում է 3,10,16 ու երկար է աշխատում, երկար աշխատելը հիմնականում լավ նշան է, որտեղ պրոբլեմները հիմնականում շուտ են երևում։ Ինձ թվում է, որ այնտեղ չենք դրել բանը վերսիան, ինքը ավտոմատ ես ինչ վերսիա է գցել, այտենց չի կարողացի հասկանա։ Default։ Մեջից default կարող է վերսիա բանը ղացածնի։ Կարող է, ուղղակի ես հիմնականում հենց տենց էլ բան եմ անում, էլի Python-ի վերսիա չեմ ֆիքսում, ու իրականում նույնիսկ անցած դասին են պանիրը, որ սեղմում էինք, այդտեղ էլ չէի նշել վերսիա, ու այսինքն հենց բառեզբուն իմաստով 2 օր առաջ նույն մոտեցումը օքեյ էր աշխատել, բայց տեսականորեն կարող 2 օրվա մեջ էլ ինչ-որ բան փոխված լինի, էլի։ Ինձ թվում է default Python-ի մեջ ինչ-որ բան է փոխվել, դրա համար ինքը այդ բանը չտեսա։ Երևի, հա, ինձ թվում է մի քիչ ավելի շատ կոնդայի սպეციფიկ պրոբլեմ է սա, բայց չգիտեմ։ Այսա տեսնենք, հələ իրականում շատ արագ հավես չընկնենք, թե մի հատ ստաց բաց գտնի ամեն դեպքում իրան։ Եկեք մի հատ փորձնական կոդ ունենանք այստեղ։ Ժողովուրդ, եթե ուզում եմ բան անեմ, մի հատ բջիջ բացեմ, այս բջիջի վերևը, սխում եմ Ctrl-A, եթե ուզում եմ բջիջ ջնջեմ, սխում եմ Ctrl-DD։ Ոնց զգացողությունն է, որ արդեն օքեյ է ամեն ինչ։ Չէ, իզուր Telegram-ը տեսած բացացրեցի։ Փոքրացի։ Давай։ Zoom-ը շատ է խփում կոնկրետ բանին, կոմպին։ Բացեցինք։ Եկեք մի հատ էլ փակեմ միացնեմ, էլի։ Հա, այստեղ լսա աշխատում է։ Բայց զգացողությունն է, որ արդեն մոտ ենք վերջին։ Նայնը լսում եմ։ Ջան, ես մի բան հարցնեմ էլի, այս ամեն ինչը արվեց, այնտեղից ռեպոզիտորիան բերեցիք, սկսում եք աշխատել, վերջում էլ push անեք ու այդ կոդը կընկնի այդ բանի մեջ, չէ, GitHub-ի մեջ։ Հիմա եթե ուզում եմ հասկանամ տարբերությունը, եթե ուղղակի բացեիք Visual Studio-ն, այդտեղ աշխատեիք ու վերջում տերմինալով գցեիք, ինչներ փոխվում կամ ինչն է լավ ու ինչն է վատ դրա մեջ, որպեսզի այս environment-ը չստեղծվեր, սարքեիք, նոր գցեիք, լավ այնտեղ էլի, քան համել չչարչարվեիք։ Ուզում եմ հասկանամ առավելություններն ու, չգիտեմ, էլի այդպես խնդիրները։ Այս բանը, որ environment-ների հետ գործ ենք անում ու GitHub-ը, իրանք երկուսը իրարից անկախ բաներ են։ GitHub-ը նրա համար է, որ տենց ուղղակի կոդի օրինակությունը, իսկ ուղղակի այդ հենց տողերի հերթականությունը պահենք ու կարողանանք համագործակցենք բանան, իսկ այս վիրտուալ environment-ը նա որ այդ կոդը, որ տակից գրադարանները աշխատացնում, այդ գրադարանները նորմալ կազմակերպենք իրենց աշխատանքը ու բան։ Եթե այսքան կարենք GitHub-ի մասին կարանք մոռանանք այս պայծրությամբ, էլի մենք հələ GitHub-ի հետ կապված ոչ մի բան չենք արել այս ընթացքում, էլի։ Իսկ բանի հետ կապված, ստեղի հետ կապված խենք էսաղ չարչարանքների մեջով անցնում, որ ունենանք ոնց որ նորմալ մաքուր աշխատասենյակ, էլի սենց ասած։ Կարայինք ոնց որ բռնենք միանգամից սեղանի մոտ նստեինք, սկսենք գործ անել, այսինքն ես կարայի 1000 հիմնականում օգտագործած environment-ը վերցնեի մեջը գործ անեի, բայց մեր չի կլիներ ոնց որ սեղանի վրա շարած կլիներ ուրիշ 1000 մի տարբեր գործիք։ Իսկ հիմա ոնց որ ասում ենք լավ, մի հատ նստում ենք գործ անելու, եկեք մի հատ մաքրտենք սեղանը հանգիստ, սիրուն նստենք, դատարկ էջից, մաքուր մեր գործը ակուրատնի անենք։ Այդ մոտեցումն է այստեղ, էլի։ Իսկ այդ կարող մեկ-մեկ պահանջի մի քիչ ջանք թափել,
Բայց սա մի քիչ բան էր, էլի, եզրային դեպք էր, էլի, սա ինչ-որ շատ տարօրինակ խնդրեմ էր։ Հիմնականում ոնց որ environment սարքելը, ասենք ոնց տեսանք նախորդ դասին, ուղղակի 1-2 տողի ու մի 10-15 վայրկյան սպասելու պատմությունն է, էլի։ Այստեղ իմիջիայից ասում է, որ այս IPy kernel-ը քաշի, եթե ուզում ես, այն ինչ մենք 0-ով ենք անում, հիմա ինքն է ուզում, դրա համար ես սխմեմ install ու ինքը մինչև քաշի էլի հարցեր լսեմ կամ սա հետ կապված եթե էլի ինչ-որ բան կարան հասկանալի։ Ան ժողովուրդ։ Եկել եմ ինչպես սա մինչև քաշում ենք կարան գնանք օրինակ Google-ենք Python get YouTube PyTube գրադարան կա, տեմյանքից սվանանում։ Այդ Python-ը շատ լավն է։ Ու ամենակիչ գլխացավովն է, բայց եկեք տեսնենք ինչ են առաջարկում, -2։ Այս արդեն նշան է նրա, որ ինչ-որ լավ հարց չի։ Եկեք մի քիչ ավելի կոնկրետ լինենք, Python get լավ է, էսը լավ, օքեյ, ուղղակի ավելի լավ բջիջ բացենք։ Սանանք, այս geeks for geeks-ը լավ կայք, հա։ Ինչ-որ YouTube Statistics գրադարանի մասին է ասում, որտեղ ասում է API key channel ID բանման, ստեղ ոնց որ ժողովուրդ կա բան, ոնց որ մաքուր ձև կան այն որ գնում ենք բան, YouTube-ում YouTube-ի այդ developer ծրագրավորողների համար պլատֆորմ, այդտեղ ստեղծում ենք sense ասած account, ու այդ account-ը օգտագործելով օգտվում ենք այդ ամեն ինչից, ու տենց շատ ճկունություն ենք ստանում։ Բայց ոնց որ արագ լուծում որպես կնախընտրենք ինչ-որ բան անենք, որտեղ չի պահանջում sense ինչ-որ բանալի ունենալ։ Այդ լուծումը իրականում հենց PyTube-ն է, բայց եկեք ոնց որ Google-ելով գանք դրան, որ տենց բան չստացվի, անարդարոտ չստացվի։ Իսկ ասենք Python YouTube get info, եկեք օրինակ ասենք without API key, առանց այս բանի, էլի, առանց այդ բանալիին։ Վայ YouTube-ի վիդեոներ չի նկատել։ Հա չես։ Այս օրինակ նայենք։ Իրականում, եթե լրիվ անկեղծ լինեմ, եթե բան, ես սա անելու լինեի ինձանով, ես շատ GPT կգցեի արագ ինֆո ստանալու բանմանի, ուղղակի ոնց որ չեմ ուզում ձեզ բան անեմ, շատ GPT-ի ուղղությամբ անեմ, այս Python-ի համար չի։ Հա, այս Python-ի համար է, առանց գրադարանի ավերցան։ Իրականում ես մի քիչ ավելի դանդաղ եմ այս ամեն ինչի մեջ անցնելու նաև, էլի։ Ուղղակի որ արդեն թեթև նայել եմ այս ամեն ինչը, ավելի արագ է, ուզում եմ եթե դուք անելու լինեք ու ձեր մոտ դանդաղ տևի, հանկարծ վատ չզգաք ձեզ, էլի։ Իմ մոտ էլ առաջի անգամ ավելի դանդաղ տևել։ Եկեք մի քիչ քչացնենք բանը։ Սենց կուգլենք։ Եկեք լավ ասենք Python YouTube library։ Ոնց որ գիտեմ ինչ եմ ուզում գտնեմ ամեն ձև սենց եմ անում, մի քիչ անարդար է այդ առումով, բայց package։ Այ հիմա բերես PyTube-ը, որը հենց այն է ինչ ուզում ենք, բայց հա, առաջի հայացքով դա չէր բերում։ Ասում ենք պետք է գրես pip install PyTube, Python գծիկ եմ, բայց եկեք ուղղակի ասենք pip install PyTube։ Մաշինը մինչև հիմա չի քաշել այս kernel-ը։
Դրա համար էի ուզում ենք ձեռով քաշենք, որտեվ հենց հիմա քաշեց ապրի։ Եկեք ակտիվացնենք ստեղ էս մեր YouTube 3-ը ու քաշենք այդ մեր PyTube կոչվող բանը։ Հիմա սրանից հետո եթե նայենք streams Ժորժ, ինչ էստեղ ինչ-որ հարց կամ նշում կան։ Ռեպո, որ ունի 12,800 բան, լավ, չբացեց, 12,800 լայք դրածա, իրամը դրածա հողում դեպի ջարդած կայք, հրաշք։ Եկեք ասենք լավ, PyTube documentation։ Լավ է, ինչ-որ շատ ոչ սահունա գնում ես ամեն ինչը, ռեալիստիկ է։ Եկեք լայքերի քանակինք, չէ՞ օրինակ ուզում ենք, եկեք գրենք likes։ Ասում եմ from PyTube import YouTube։ Ու հետո YouTube-ը հավասար է ինչ-որ վիդեո։ Եք ստեղ ասենք, Windows V, from PyTube import YouTube։ Ու սա թոլինի վիդեո, ապար չունեմ ես ինչ վիդեո, բայց ինչ-որ այա։ YouTube-ի ինչ-որ օբյեկտ է, ունենք սան սխմելով, արդեն ինքս նս խարը բաներ ա բերում ինձ։ Control plus եմ սխմեմ ու տարբերակներ ա առաջարկում։ Եկեք գնանք կարքինի վիդեո վերցնենք միանք այնց էլի։ Կամ playlist-ից միան հենց վերցնենք։ Չէ, կուզեի հենց կարքին հենց playlist-ներ լինի է, այն 200 հատիկ որ դնում եմ։ Հենա 200-ատ կա կարքին հաղորդում 3, ոնց որ։ Մերսի։ Վերցնենք հենց այս առաջի վիդեոն, ինքը այս բանն է, Համոյան Համլետ Համիկին է ոնց որ թե 826,000 դիտում, եկեք ստուգենք։ Եկեք ստեղ ասենք վերևում URL-ը հավասար է սրան, երկար URL եղավ, բայց լավ, ու ստեղ ասեմ YouTube ու URL։ Հիմա յտ կետ, տեսնում ենք ստեղ բերում է title, հələ նայենք։ HTTP error bad request։ Չկարացավ քաշի ինֆորմացիան մոտից փաստորեն։ Գնացինք սա Google-ենք, ինչ ասում։ Բանա, չէ, դա չի դզվելը, PyTube-ից է, դա մոդել է եղել մի քանի անգամ, բանա, ինչ որ վիդեոն կարանք փոխենք, ինքը դզվի։ Վիդեո URL-ը ինքը PyTube-ում չի կարող դենա։ Ու դա շատ վաղ բերում է հայկական վիդեոների հետ էլի։ Okay, merci։ Բագ է մոտներս որպես հենց ռեպորտ արած։ Լավ, եկեք հայկեք, որպես արագ հեշտ լուծում ես բանը։ Սկսելայի կարգինը դրա վրա փորձենք։ Ես բայց հիշում եմ ժամանակին ոնց որ թե սաղ կարգինների վրա աշխատասներով օքեյ էր գնացել, կարող իսկականից ոնց որ շատ կախվածություն ա ժամանակից։ Լավ, եկեք անգլիական կարգին հաղորդումը
Rım. Լավ էլի։ Լավ չաշխատած։ Լավ եկեք խորանանք ուրեմն թե խիա չի աշխատում։ Երեք աշխատել է, այսօր չի աշխատում։ YouTube fix, ինչ որ թազա գրադարան են հանել, որը որ աշխատում է արդեն, փաստորեն։ Սա ինչ որ շատ դրական բաներ ունի, արձագանքներ ունի։ Ասում եմ, սենց արեք կդզվի, ու սա էլ լիքը դրական արձագանք ունի, եկեք փորձենք։ Ես շատ ավելի սահուն պրոյեկտ էի պատկերացրել որպես, բայց ոչինչ։ Մետրո ստարտանք։ Դասամիջոց կուզեք ժողովուրդ։ Ժամ անցավ պրինցիպի։ Просто вам կուզեք կարծիքներ։ Ով կուզի դասամիջոցի գնանք հիմա, թող լայք տնի։ 1 Okay, հիմա եկեք հակառակ անենք, ով չի ուզի գնանք դասամիջոցին։ Լավ, չուզելները հաղթեց։ Եկեք տեսնենք, եթե մի հատ էս ինչ որ մի հատ վուճուր կտոր նորմալ ստացվի արդեն, կանք դրանից հետո դիտարկենք բան անել։ Գնալ հանգստանալ մի քիչ, բայց հիմա այս վրա քանի կենտրոնացած ենք, տեսնենք սրա հարցը ոնց ենք լուծում։ URL նորմալ է, չէ՞, ճիշտ կոպի եմ արել։ Ինչ որ այսա լիքը մարդու օգնել է։ Opening function arrow. Մի վարքան։ Չաթում նամակ կա թեմայից դուրս հարցի համար, եթե տենց Python-ից դուրս է, եկեք բան անենք, էլի պահենք դասի վերջում։ Ինչ որ շատ մարդու է օգնել այս կոդը, խիչ մեզ չի օգնում։ Այս էլ է պրոֆեսիոնալ ծրագրավորողի քայլ է կոչվում, ոչ ման մի փորձին նորից աշխատացրում ամեն ինչ, հույս ունեցի որ կաշխատի, չաշխատեց։ Եկեք դա այս թազա գրադարանը փորձենք, այս PyTube ուղղել։ Վատ է իհարկե անցնել ինչ-որ բանի, թազա գրադարանի, որը որ տենց ինչ-որ գիգանտ գրադարան չի, բայց որպես արագ լուծում մի հատ նայենք, տեսնենք ինչ է տալիս սա։ Install սա արդեն կոպի արել պետք install-նել։ Ստեղի կոդը ոնց է։ YouTube fix-ից import արա YouTube։ Եք սա հլը հետ, թող կոմենտ լինի։
Հա, աշխատեց։ Ուղղեց իրոք PyTube fix գրադարանում ուղղել էին այդ, չգիտեմ ինչը։ Հա, հատ չի։ Title-ը ճիշտ ստացանք։ Մարդիկ ընկնում են շենքի օգներից, sketch-ը չեմ նայել, չգիտեմ։ Հա, հարցեր ժողովուրդ ինչ-որ։ Այն մնացածը արդեն պետք է լավ հավեսով ավելի սահուն լինի, էլի։ Գնանք մեր կարգինին, հա, ճիշտ։ Համաձայն եմ, հա, գնանք YouTube-ի կարգին, հայկական կարգիները նայենք։ Ահա։ Եկեք տեսնենք։ Ահա, երկար աշխատում։ Ահա, всё, ինքն է։ Հրաշք։ Ուր է այս մարդը։ Ահա։ Մի հատ էլ մենք տնենք այս ուրայի նշանից։ Ահա։ Նանեի աշխատավայրում հատուկ ժամ կա, որ մարդիկ միացնում են կարգին են նայում։ Հրաշք։ Դրա ժողովուրդ, կասեք ինչն է, որ տենց ինչ-որ հավեսի եմ ընկել, մոռացել եմ, որ մի վայրկյան սրան պետք է ուշադրություն դարձնենք, ինչ-որ լիքը կոդ եմ արդեն փոխում բանանում։ GitHub-ը, եկեք մի հատ այս ֆայլը ջնջենք, բայց արդեն ինչ-որ պրոգրես ունենք, եկեք մի հատ այսքանը պահպանենք, ֆիքսենք, որ այսքան բան եղել է։ Եկեք ստեղ ասենք git status, ահա, ավելացնենք այս մեր մի հատիկ ֆայլը, ու ասենք git commit գծիկեմ, it's minimal working code։ Ու push անենք սա։ Փոչր քայլերով, մի հատ տրամբանական բլոկ արեցինք, всё, ֆիքսենք։ Մի հատ անցնենք հաջորդ բլոկին, էդ էլ անենք հաջորդին անցնենք, ու տենց գնանք։ Հա, ժողովուրդ, երևի հիմա կարելի է արդեն դասամիջոց գնալ։ Եթե հարց չկա։ Նանե, դուք կարաք հարցը տաք, որ ասում եք թեմայից դուրս է։ Հա, իմ մոտ խնդիր կար, որը Visual Studio-ում տեղ կա է, ինչ որ AI ենք վայթե միացնում, որ ինքը օգնի տվյալ կոդում եթե ինչ որ մի բան չի ստացվում։ Ճիշտն ասած, այդտեղ վայթե AI-ի վերաբերյալ բան կար, ինչ որ ծրագիր, այդ որ վիզուալի մեջ հենց լինում է քաշել։ Երևի թե հասկացաք։ Հա, Կոպիլոտի մասին է խոսքը։ Աշկիս, հա։ Էտա չի ստացվում իմ մոտ քաշել, ավ ճիշտ քաշել եմ, բայց չի միանում, չգիտեմ խի։ YouTube-ում տենց վիդեոներ նայել եմ ու հենց այդ նույնությամբ արել եմ, ու որ պիտի արդեն բացի վիզուալի հետ միասին, ինքը չի բացում, չի աշխատում։ Հա, Երկար զագրուսկ է գնում, բայց չի բացում։ իսկ վիդեոները ինչ թարմության են, որովհետև այս Copilot-ը իրանք մի քանի ամիս առաջ են, չէ, շատ շուտ չի, որ Copilot-ը անվճար են դարձրել, անվճար վերսիայով են Այս նորն է, չէ։ Այս վերջերսի վիդեոներ են։ Հա։ Հետարքիր է։ Այն որ բանը քաշում ենք, որ ինքը կոդերը տարբեր գույնի է լինի այդ տեղը որ կա, այ հենց այդ տեղից եմ ես քաշել, բայց անունը կոնկրետ չեմ հիշում է։ Ինչի գրև քաշեմ։ Կոդերը որներ։ Այս որ հիմա գունավոր է գրում կոդերը։ Ինկատնեք որ URL-ը կապույտ է, YouTube-ը սպիտակ։ Հա, հետեմ, հա։ Այդ ինչ որ բան կա, չէ, որ մտնում ենք քաշում, որ ինքը գունավոր լինի։ Չէ, իմ մոտ ավտոմատ սենց է բերել ոնց որ թե։
Այդ Չէ, իմ մոտ քաշել է ինչ որ մի բան։ Չէ։ Հա, լավ։ Okay, լավ։ Տեսեք կարող է տարբեր Ո՞ր վերսիաներ։ կատի ունեք այս extension-ներից եք քաշել։ Հա, այդտեղ։ Հա։ Հա, այդտեղից։ Հա, ստեղից ես GitHub Copilot-ը քաշել պետք է, բայց նաև եթե չեմ Բայց ցավում, չի բացում։ GitHub-ի կայքով գործ կար անելու, էլի, այսինքն ես սկզբում բան եմ արել, գրանցվել եմ ստեղով, GitHub-ում հա գրանցված եմ ես։ չէ, GitHub-ում չէ, հենց այս Պիտի GitHub բացեմ է։ Copilot-ի համար։ Հա, հա։ Առանձին այստեղ գրանցվում ենք, հետո նոր արդեն դրան է գալիս, էլի, էս արել եք դուք։ Հա, հա, այդ արել եմ, բայց ինքը չի բացում։ Մեկը զագրուսկան տալիս է, բայց չի բացում։ Հա։ Չգիտեմ, այդ ոտի վրա ուրեմն Կամ էլ պիտի փորձեմ մի հատ ջնջեմ նորից քաշեմ։ Վիզուալը հնարավոր է դրանցել։ Այդ կարա լավ տարբերակ լինի, ու կարակ GPT-ն գցեք ու տենց search-ի կոճակին սխմեք, ինքը մի հատ ինչ-որ տարբերակներ առաջարկի պոտենցիալ, ու մեկ էլ ձեռի հետ քանի առիթ է բացվել, ժորդ, եթե բան համասարանական mail ունեք, հաճախ է դրանով կարակ բան անեք, Copilot GitHub Pro ստանաք, ինչը հետո ավելի ուժեղ Copilot է բերում, այն ժամանակ Copilot-ը ընդհանրապես ձրի չէր, ես այդ համասարանական mail-ով բան տարին 50 եվրո, տոլի 100 եվրո խնայում էի, ոնց որ հա, այդ ուղղակի իգիտություն էլի, որ համասարանական մեյլերը հազարումի անվճար բաների հնարավորություն են տալիս։ Լավ, մերսի շատ։ Փորձեք տեսեք, եթե ինչ-որ տենց խառը Google-եք GPT անեք, նորից փորձեք բաման չստացվի, կարաք մի հատ տենց ինչ-որ screenshot-ներով բանով ուղարկեք, ես է նայեմ։ Հա, կուղարկեմ։ Արի։ Էլի ժողովուրդ հարցեր ցանկացած։ Մեկ էլ մտքովս անցա, որ ես բան կանեմ երևի, մի հատ ինչ-որ պայի կամ դասին կխոսամ կամ վիդեո կսարքեմ այս Visual Studio-ի համար հարմար extension-ների, ասենք սա մի extension, բայց էլի տարբեր հարմար բաներ կան էլի, որ կարան կյանքը ահագին հեշտացնեն, այնք իմ սիրածներից են հասարակներից սա է, որ comment գրելուց ինչ-որ հատուկ բառեր կա, ասենք եթե գրում ես to do, դեղին գույնի աներկում, եթե գրում ես հարցական կապույտ աներկում, բան, որ վիզուալ միանգամից հասկացվի, սա ինչ տեսակի comment է, այդ ու ինչ-որ տենց մի քանի ուրիշ հարմար բանի մասին, ինչ-որ բան երևի կսարքեմ կպատմեմ ինչ-որ պահի էլի։ Այս պահին մի հատ վիդեոյի համար իրավ վերնագիրը ստացանք, եք մի հատ տեսնենք ոնց կարանք ստանանք, դիտումները սենց ենք ստանում, YouTube get, այդ ինչեր կա։ Շարել, visitors video ID, ինչ-որ rating կա, publish date, եկեք սա ունենանք, ինչու ոչ։ YouTube get, likes, length-ն էլ արժի, երկարությունը վիդեոյի, YouTube get, dislike կարանք ստանանք։ Age check, author, metadata-ն տենաս ինչա մեջ ներառում, metadata get, raw metadata, այսպիսան ոչ մի metadata-ն ոնց որ վիդեոյի մասին լրացուցիչ չոր բաներն է, էլի, որ հենց վիդեոյի մեջի դատան չի, իսկ հենց վիդեոն չի, այլ լրացուցիչ բաներ, օրինակ լայքերն էլ կարելի ասել metadata վիդեոյի, էլի։ Այս լավ, ասենք այս վերնագիր, viewer, այս publish date-ը կարելի է փորձել սարքել նորմալ ձևի, դա էլ հեսա կանենք, նորմալ ընթերնելի լինի, էլի։ Այսպես բաներ կարանք ավելացնենք։ Հիմա ժողովուրդ, ամեն վիդեոյի համար, եթե պետք է այս ամեն ինչը ստանանք, խորհուրդ կտաք, ոնց ինչ անենք, որ մի քիչ ավելի ակուրատնի լինի սա։ Ինչ պետք է սարքեմ ես հիմա։
Կարանք dictionary-ի ձևով գրենք, Լավ Ամ- տարբեր կա։ այդ չգիտեմ ճիշտ ասած ոնց անենք, որ playlist-ի հաջորդ վիդեոն գնա։ Այդ որներ կարանք ցիկլի մեջ տնենք, անդադ գնար։ Ահա, այդ հələ ես էլ չգիտեմ, այդ կգուգլենք, բայց ասենք մի հատիկ վիդեոյի համար ինչ կարամ անեմ, որ ինքը մի հատիկ վիդեո վերցնի, այդ ամեն ինչը անի, ինձ վերջնական dictionary-ն տա։ Ու հետո հաջորդ վիդեոն ուղղակի իրեն տամ նույն ձև, հետո ուրիշ վիդեո։ Ֆունկցիա ստեղծել։ Այո, ֆունկցիա սարքենք։ Ասենք օրինակ dev get info, ահա, ու ինքը պետք է ստանա URL, չէ՞։ URL-ը լինելու է մեր մոտ string ու վերադարձնի dictionary, չէ՞։ Ահա։ Կարանք գրենք իր բանը, docstring-ը, այն բան fetches basic info about video, about a YouTube video, argument-ներ, URL, որը string-ը, returns, ինչ-որ dictionary։ Ու եկեք օրինակ բան, note, returns, view, title, views, Հիմա չգրեմ, բայց ուժանը կարելի է նորմալ գրել։ Ու այս սաղ կոդը բերենք ուղղակի մոտը, չէ՞։ Իսկ հենց յ-ն հավասար է YouTube URL։ Դոստեղ։ Ու կարանք իրականում միանգամից ասենք մեր data-ն հավասար է title-ը յ title, author-ը hedge, description-ն էլ principi hedge, viewer-ը սա, length-ը սա, publish date-ը սա, SL hedge։ Ու ստեղ ասենք return data։ Հիմա այս ֆունկցիան եթե ունեմ, ես կարամ զուտ ասեմ get info URL, օրինակ, ու որպես պատասխան ստանամ այսքանը։ Եկեք այս publish date-ը բերենք նորմալ տեսքի, էլի։ Կհիշեք ոնց է սրա հրամանը, որ սա բերում ենք string-ի, հարմար ընթերնելի string-ի։ Տոկոսներով էր, չէ՞ արվում ոնց էր։ Տոկոսները դեռ խաղում էին, հա, ճիշտ է։ Բան էինք անում։ Եկեք այսի զուր փակեցի, բայց ոչինչ, լավ։ Time գրադարանն ենք, հա չէ, time գրադարանն ենք ներմուծում։ Ոստեղ ասելու ենք time get strf time, ոստեղ օրինակ սենց տարի գծիկ ամիս գծիկ օր, ու հա, սենց թող լինի, այս մեր յ get publish date օբյեկտի վրա։ Սա որ աշխատացնենք, եկեք փորձենք։ Այս URL-ը արդեն չկա, որտեղ ջնջել եմ, բայց քանի որ Jupyter-ով ենք աշխատացրել, ինքը հիշողության մեջ պահել է դեռ իրան։ Ահա, պետք է այստեղ այս յ get time բանը ճիշտ էր դրած։ Ներողություն։ Այսինչ, լսա փորձենք։ Անասա պրոբլեմ տվեց, այս օբյեկտը չի կարող ինտերպրետացվի որպես բան, եկեք հլը միացա այս պահին բան անեմ, այս պահին մի հատ հեչ սա, նա ասած պրոցես անցնենք, սա մանրուկ է էլի դզելու, գուգլելու հարցը, հետ ուրիշ վիդեո վերցնենք, այս բանը վերցնենք, եղունքները կտրելու վիդեոն վերցնենք։
Հիմա զուտ եթե սրա փոխարեն սատամուտք Հիմա քաշեց այս մի վիդեոյի մասին պատմությունը։ Այս 178-ը վայրկյաններով է, կարանք եթե ուզում ենք հետո րոպե սարքենք իրան օրինակ։ Ուհա, մինչև այստեղ ինչ-որ հարցեր ժողովուրդ։ Մի հատ հարցրի Հայկ ջան, ֆունկցիան հայտարարելիս, որ գրում ենք գծիկ ու սլակ, այդ չէր կարդացվում դրանից հետո։ Չէր կարդացվում, սա ոնց որ սրա նպատակը բանն է, այս type hint է կոչվում, ուղղակի հուշում ենք տալիս, թե ինչա որպես վերադարձ ակնկալվում լինի, էլի։ Դա այդպես բոնուսային հարմարացնող բան է։ Դուք ինչ նկատում եք դրանից հետո կարդացվելու հետ կապված։ Նկատի ունեմ դեր չի խաղում էլ, որ գրում ենք դիք ուղղակի նայելու համար է։ Հա, կարամ այստեղ գրեմ պրոստը բան, float։ Էլի նույն ձև ճիշտ կաշխատի, էլի։ Հա, հասկացա, լավ, մերսի։ Դες մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Լավ։ Եկեք դրանք մի հատ գլուխ անենք, բա playlist-ի հետ ոնց կարանք աշխատենք։ Դրանք այս դոկումենտացիան նայենք։ Եկեք ստեղ ասենք search using playlists։ Ասում ենք բան հավասար է, հա, from PyTube import playlist, այստեղ ինչ պրոբլեմ ունենք, արդեն գործ ունենք այս PyTube fix-ի հետ, ոչ թե PyTube-ի հետ։ Եկեք լնայենք, 1200 աստղ ունի, լավ, սա էլ է հայտնի գրադարան, սրա հետ էլ է կարելի հանգիստ լինել։ PyTube fix import playlist, ժողովուրդ, սրանով կարաք audio video ստանալ բանման, հազար մի բան կարաք անենք, էլի։ Լավ, եկեք ստորակետով ասենք, import-ալա playlist-ը ու YouTube-ը։ Եկեք մի հատ ասեմ section playlist ու մի հատ փորձարկենք այս կոդը։ Հա, չէ, կոպի չեմ արել, ոնց փորձարկենք։ Ասելու ենք pl-ն հավասար է օրինակի համար pl-ը, էլի։ Հավասար է playlist։ Այս մեր URL-ը եկեք դնենք բանը։ Ասենք տեսնենք URL-ը ինչ է։ Այս URL-ն է մեր։ Այս URL-ի փոփոխականը արժի կոդի վերևում լինի իրականում, բայց okay, թողել սենց լինի։ Հա, մեծատառերով։ Հիմա ես ոնց հասկանում եմ, ստեղի դոկումենտացիան ակտուալ է լինելու, որտեղ երևի այս PyTube fix-ը ամեն ինչ ոճային նույնն է պահել, ուղղակի բռնելա բանը արել։ Այդ պրոբլեմն է դզել ու վերջ։ Ու հիմա եթե ասենք, եկեք լնայենք pl-ի հետ կապված ինչ կա, get videos-ը, նայենք, որ հիմա պետք է խառը, բզբզանք նրանք ինչեր է ասում, որ կա։ Videos, լնայենք սա ինչ է։ Եկեք այս կարգին գովազդի վրա անենք, էլի, երկու վիդեոյի մեջը, դա հիմա հա կարգին հաղորդում չի, բայց հետո մի հատ URL կփոխենք ու երբ որ Wi-Fi լինի, դրա վրա արդեն կարելի է աշխատել, էլի, բայց ես ու էլի ինտերնետս չվերջացնում ստեղ։ Երկու հատ ինչ-որ օբյեկտ է տվել, հիմա եթե ասեմ 0, սրա վրա աշխատացնեմ օրինակ title, դրանք կաշխատի։ Հա, արդեն ոնց որ այս title-ն օրինակ եթե գրեմ բան, views,
Ահա, արդեն ոնց որ ամեն մի հատիկ վիդեոյի վրա կարանք սա անենք։ Այսքանը որ տեսանք ժողովրդով փորձի ասի ոնց շարունակենք մեր կոդը։ Կարանք URLs-ները վեկալենք ամբողջ playlist-ի։ Եթե ինքը ինչ-որ բանա interrupt օբյեկտա վերադարձնում, դա կարանք արդեն ֆունկցիային հականչենք ինչ-որ մի բանի մեջ, էլի լիստի մեջ ֆայլով տեսնելով գնանք։ Սա ասենց լիստում ես տալիս, հա, միանգամից էս YouTube օբյեկտների ասենց ասած։ Կամ տենց, հա։ For video in PL get videos. Հիմա այդ վիդեոյի մասին ինֆոն եթե ուզում ստանամ, արդեն քանի որ ֆունկցիա ունեմ, կարող եմ ասեմ get info video, չէ՞, ներները պայենք մի հատ լիստում։ All vids videos հավասարադատարկ, սա ամենաօպտիմալ ձևը չի անելու իհարկե, բայց ոչինչ։ Ըստ ասեմ all videos get append get info ու print all videos։ Ինչ պրոբլեմա տալիս։ Որովհետև URL-ը անտեղ սպասում, իսկ այստեղ մենք վիդեո ենք իրան փոխանցում get info-ի մեջ։ Ճիշտ է, այստեղ արդեն միանգամից ուղիղ բանն ենք տալիս։ Հա, օբյեկտն ինձ կարանք URL-ները ստանանք։ Playlist-ը URL-ներ է ինքը կարող ստանանք, կարանք URL-ները ստանանք ու տանք։ Կարանք, հա, դա տարբերակ։ Հա, թող ամեն վիդեոյի ֆունկցիան համար չփոխենք, հա։ PL get video URLs, հա, այսը։ Հա, եկեք դրանով վարվենք, հա, ներսի առաջարկի համար video URLs։ Սպասենք։ Ահա, ու սենց մի հատ արդյունք տվեց։ Սա սենց որ տպեմ մի քիչ ավելի սիրուն ցույց կտա երևի։ Ահա, սա ստացանք։ Օրորդ, եկեք սա էլ ֆունկցիա դարձնենք որպես։ Սա մոնոտ կլինի, ասենք dev get playlist info արդեն, որը ընդունելու է մի հատ էլի թող URL ընդունի։ Դա սա թող string լինի։ Ու հիմա արդեն սա վերադարձնելու է մեզ list, չէ՞։ Ու արգումենտները մեր մոտ նշում եմ։ Պատակն միացավ միկրոֆոնը։ Okay։ Ոստեղ ասելու ենք PL-ը հավասար է սա, հետո for video and PL get video URLs ու այս մեր ֆունկցիան, այս մեր այսքան կոդը կարճ ասած, Ctrl-X պետք է անի։ Ու return all videos։ Կարանք եթե ուզում ենք progress-ը իմանանք կոդից, տեղ ասենք tkdm, չէ, օրինակ, ու վերևում, միշտ վերևում պետք է import-ները արվի, ասենք from tkdm import tkdm, ու չմոռանանք, որ այստեղ պետք է ասենք pip install tkdm։ Էլի ինչ-որ մեկը
մի հատ աշխատացնենք, կտ, ու ամենևեք եմ սա եղավ, Ստարտանք, այս տազագրադաններ տեսնի, իզոր աշխատացիցի ես մի հատ տողնանը, եկիպ սա պակեմ ընդարապես, ուպում է ինտերնետին շատ, գրադարան ուղակի քաշեցի, հիմա playlist URL եմ ես մի փոփոխականյանը սարքում զուտ որ բան, շփոթություն չլինի են վերևինի հետ, այս բջիջը մեզ էլ պետք չի, ստեղ հիմա տանք playlist URL, զրոմ, մի հատ, երկու հատ, շա, աշխատեց, մի հատ ստեղ պաուզա տամ ժողովուրդ, ինչ-որ հարցեր, ինչ է ստեղ, եկեք մի հատ արագ սորտավորենք սա իմիջայլոց, կհիշեք ոնց կարանք ինչ-որ ցուցակը սորտավորենք, բայց մեր ասած կտրվածքով, մեր ասած մոտեցմամբ, Սորթիտ հրամաններ կամ Չենք տալիս։ Այո, ասում ենք սորտավորի ըստ view-երի քանակի, չէ՞։ Դե կարող եմ ասեմ all videos get sort, kin հավասարա ամեն մի x-ի համար նայի իրա view-երին։ Իսկ այստեղ ասենք x get views, այս reverse հավասարատրում նրա համար որ բան, աճման կարգով անի։ Ու հա, այսքան բան։ Եկեք մի հատ ստեղ էլ մի պահ stop տանք, ասենք okay, git commit գծիկ m adds playlist processing։ Ու ժողովուրդ, այս Jupyter notebook-ի նպատակը բզբզալն էր։ Վերջնական արդյունքը պետքա բան լինի, Python-ի կոդ լինի։ Եկեք սարքենք հիմա մի հատ բան, այդ Python-ի ֆայլը։ Ստեղ ասեմ YouTube info.py եկեք տեղափոխեմ այդտեղ կարևոր բաները այդտեղ։ Սա կարելի է ձեռով էլ անել, որ ինքը սա վերածի բանի։ Այստեղ տեսեք էլ պետք չի օրինակ։ Կարելի է կոդով էլ ասել, որ Jupyter notebook-ը, կոդով չէ, VS կոդով էլ ասել, որ Jupyter notebook-ը դարձնի բան, Python-ի ֆայլ, բայց ձեռով անելով միանգամից համել աշպիտակով նայում ենք ամեն ինչ, էլի։ Այս բերենք, սա, ու վսյա։ Ու ժորդ, ոնց խորդ կտակ, անենք նենց, որ ասենք ամեն անգամ կոդի մեջ չմտնենք URL տալու համար, այլ կարանանք հենց ուղղակի կոդը մեզ հարցնի, ասի ինչ URL եք ուզում, դնենք է դրա համար աշխատի։ Input ուզենք դրսից։ Այո, շատ ճիշտ է։ Ստեղ ասենք playlist URL-ը հավասար է input, ու ասենք enter the YouTube URL։ Ուրեմն եթե մենք աշխատացնում ենք հենց այս ֆայլը, ոչ թե այս ֆայլից ինչ-որ բանից ենք օգտվում, այսինքն եթե ֆայլի անունը հավասար է main, բռնենք ու playlist info-ն աշխատացնենք ու տպենք։
Եթե ուզենք, կարանք մի քիչ սրունության համար բաներ անենք, օրինակ ստեղ printer ավելացնենք, հետագայում կսովորենք, որ printer-ի փոխարեն մի հատ ուրիշ բան ենք ավելացնում, logger կոչվող, բայց օրինակ fetching info for playlist բան, հետո ասենք print այս վիդեոյի համար եմ աշխատում, Հա, սկանը երևի։ Print done։ Եկեք նաև ժամանակ ֆիքսենք, լավ, չկա։ Ստեղ ասեմ import time։ Ահա, նայեն էլ ասում եմ։ Հայջան, որ խնդրեմ այդ վերջի մասը, այդ main-ի մասով մի հատ նորից կասեք, այդ ինչ եղավ վերջում։ Հա։ Մենք բան ենք, չէ, ֆայլերի դասի ժամանակ տեսել ենք, որ եթե ինչ-որ ֆունկցիայի, եթե ինչ-որ ուրիշ ֆայլի կանչի, այդ ուրիշ ֆայլում ինչ կա չկա աշխատացվում է, չէ։ Օրինակ, եթե ստեղ get playlist info-ն ես ուզենամ ուրիշ տեղից օգտագործեմ, ասում եմ from YouTube info import get playlist info, ու այդ աշխատացնելուց նաև կաշխատեր այս կոդը, չէ։ Այսինքն կստացվեր ամեն անգամ ես ուղղակի ուզում եմ ստեղից օգտվեմ մի հատ այս բանից, այս մի հատիկ հրամանից։ Այդ հրամանը բերելուց ինքը սաղ ինչ կա չկա մեջ աշխատացնում է, իսկ պետք չի։ Ոնց որ եթե նախորդ դասի օրինակը բերենք, ոնց որ գնում ենք հարևանի մոտ ասում ենք խնդրում եմ աղտու, արդյունքում լսում ենք իրա ու բան, երեխեքի կնոջ, սաղ այդ ներքին խոհանոցի կռիվներ ինչ կա չկա, բայց մեզ պետք չի, այդ ինձ որ իրանց առանձինն է։ Այդ պետքա, ասենք, եթե տան մեջ ես, այդ սաղ պետքա տեսնես, եթե դրսից գալիս ես տնից ինչ-որ ուրիշ բան վերցնես, պետքա դրանց հասանելիություն չունենաս։ Այդ հասանելիություն ունենալ չունենալը արվում է նրանով, որ ֆունկցիա այդ հենց ֆայլը կանչելուց իր անունը main-ա լինում, իսկ ուրիշների համար իր անունը լինում է YouTube info։ Այդ հանգամանքից օգտվելով կարողանում ենք sense if-ի միջոցով տարանջատում մտցնենք, էլի թե ինչը պետք է աշխատի, երբ օգտվում են ֆայլից, ու ինչ պետք է աշխատի, երբ որ լրիվ այդ հենց ֆայլի մեջ են գործանում։ Այս եթե տենց մի հատ շատ արագ կրկնություն, էլի։ Okay։ Այսինքն, եթե այս մասը գրում ենք, ինքը հենց կգա այդ ներքևի այդ բանը աշխատացնի ու վերջ, ինքը չի մտնի այդ ներսում գրվածի վրայով, չգիտեմ, ինչ որ անցնի, տես մի բան։ Ավեշուտ ոնց որ եթե այստեղ մենակ մի հատ ֆայլ ունենք, սա ընդհանրապես չի զգացվի։ Սրա իմաստը ընդհանրապես չի զգացվի։ Բայց եթե ես հիմա գրեմ մի հատ, եկեք այս input-ի տողնել image այլոց բերենք բան, բերենք ստեղ։ Եթե ես հիմա մի հատ ուրիշ ֆայլ սարքեմ, ու իր մեջից ասեմ from import YouTube info, սա ու այս ֆայլը աշխատացնեմ։ Ինքը չի ասի YouTube-ի URL դու աշխատի այդ URL-ի համար եւ այլն։ Այլ ինքը կաշխատի մենակ այն դեպքում, եթե ես ասեմ կոնկրետ Python YouTube info.py։ Հա, եղավ, մերսի շատ։ Շատ բարի։ Այստեղ կարող ասենք start-ը հավասար է time get։ Եկեք perf counter-ով փորձենք։ Print անենք ու end-ը հավասար է դե արդեն time get perf counter ու ասենք աշխատեց այսքան վայրկյանում, այս կլորացնենք մենք հենց երկու նիշի ճշտություն։ Հիմա եթե ասեմ Python YouTube info.py, ասում է URL-ը դու խնդրում եմ։ Սենց անենք, URL-ը տվեցինք, enter, fetching info, աշխատի։ Ահա, աշխատեց։ Ну, այս, ժողովուրդ, կարենք արդյունքը save անենք JSON, էդ էլ կկրկնենք։ Եկեք, լավ միտք է։ Ինձ դուր եկավ միտքը առնվազն, ձեզ չգիտեմ ոնց։ Import JSON։ Եկեք լավ, կարանք օրինակ folder սարքենք իր մեջ save անենք բանան, բայց եկեք որպես մի քիչ կարճ լուծում։ Ուղղակի ստեղ ասեմ with open playlist info w, այսինքն գրելու նպատակով JSON get dump playlist info։ Որ սա աշխատացնեմ, ինքը JSON ֆայլ կսարքի, որտեղ արդեն Savage Dictionary արդյունքները կլինի։ Կներեք, լիստա է, ոչ թե dictionary։ Թու։
Ներսիներն են dictionary, դուրսը dicta։ Լավ, սա պրոբլեմներ կտա, կարանք որպես pickle իրան save անենք։ Կամ JSON-ը փոխենք նենց, որ ասենք լինի key info, կամ հենց լինեն հերթ, լավ, եկեք հլա աշխատացնենք, որոդի սա էլ կարող okay լինի, որտև list ու dict-ը JSON-ի համար okay են, չէ, չկարացա բանի, daytime-ի պատճառով, որ կներեք մի քիչ արագ եմ խոսում, այս JSON-ը մի քիչ կապրիզներ ունի, ինքը ինչ-որ հատուկ օբյեկտներ, որ լինում է, ասենք datetime օբյեկտ, այստեղից եկած է datetime-ը, չի կողնորոշվում իր հետ ոնց վարվի, ինչ անի, պետք է մի հատ նորմալ string օրինակ լինի, որ կողնորոշվի, ու դրա արդյունքում չի կարողանում իրան JSON-ացնի, սենց ասած, էլի, ու հա, հիմա ուղղակի հեռացրեցի այդ մեկը, թող աշխատի, 15:03 վայրկյան տևեց աշխատելը, այս էլ մեր արդյունքը, տեսեք սորտավորված է, 171,000 սա է, 89,000 սա է, լայքերի մասին մոռացանք լրիվ պայտակ, բայց իրականում արդեն մնացածը դետալներ է, էլի, կարաք բռնեք հավեսով կորացնեք սա ինչքան կուզեք, հետագայում շատ ավելի հարմար գրադարաններ ենք սովորելու, որ այս ամեն ինչը կհաճելիացնի, օրինակ ինտերֆեյս սարքել Streamlit անունով գրադարանով, այս տվյալները դարձնել աղյուսակային ու նորմալ վերլուծել Pandas գրադարանով, լիքը հավես բաներ է սպասվում հետագայում, բայց հա, հլը մի հատ այս բային ստոպ տամ, տեսնեմ ինչ որ հարց կամ բան կա, ժողովուրդ, Լուսի լսում եմ, մեր URL-ը ինչ, լավ չլսեցի, լավ աղմուկ է գալիս կողքից էլի, հիմա մենակ աղմուկ եմ լսում, եթե դժվար չի կգրեք, չատում ուղղակի, ես մյուտ սխմեմ ձեզ, որ մինչև լուսին գրի, ստեղ նշեմ, որ բան, կարանք մի հատ այսքան պրոգրեսնել ֆիքսենք, it's PyFile for and saves results to JSON. Մեկ էլ ժողովուրդ, մի հատ կարևոր բան ստեղ, այնա, որ չենք նշել requirements.txt file-ը, requi, միշտ սխալ եմ գրում այս անունը, requirements.txt, երևի սենց, իրամեջ հիմա պետք է ընդգծենք, թե ինչ գրադարաններ ենք օգտագործել ու վերսիաներն էլ է շատ ցանկալի ֆիքսել։ Իմ մոտեցումը հիմնականում սենց է, ես ասում եմ pip freeze կամ conda list։ Նայում եմ այն գրադարանները, որոնք որ իրոք ես ձեռով գրել եմ, որ ներմուծվի, որտեղ ստեղ հազար մի բան է բերելու, էլի, որտեղ մի գրադարան ուրիշ լիքը գրադարան է քաշում հետը, բայց այդ դրանք սենց ձեռով ավելացնում եմ, իմ դեպքում դա լինելու է PyTube-ը ու TKDM-ը, այս էլ TQDM-ը, այս սենց, այս time-ը ու JSON-ը իրանք ներկառուցված են, իրանք կարիքը չկա առանձին ներմուծելու, ու սա մեր requirements.txt file-ն է, readme-ում էլ հիմնականում գրում են բան, ընդհանուր նկարագիրը պրոյեկտի են, ամենակարևոր ինվորմացիան, որ պետք է, ասում ես կարդա ինձ, հենց ֆայլի անունը կարդա ինձը, այստեղ գրում ես այն ամեն ինչ, ինչ ուզում ես կարդան մարդիկ, եկեք սա թող մեր Copilot-ը անի, filling the readme file, այդ մեջ ասենք դնում ենք ոնց աշխատացնել
հիմնական են բաները, որոնք որ կարողանում անին, ամենակարևոր բաները, որ ուզում ենք հենց առաջի հայացքից մարդը տեսնի, դրան գալիս դնում ենք։ Ինչ որ շաբլոն բան գրեց, բայց լավ ինչ որ է։ Ահա, Կարենը չաթում առաջարկել է pip freeze մեծատար requirements get.txt-ին, այդ բանը անում։ Սաղ ինչ կա չկա լցնում է այդ մի ֆայլի մեջ, այսինքն այս ելքում ինչ տեսանք, ուրամ երկեն, այստեղ է սաղ save-ը անում, ու այդ դեպքում ոնց որ սաղ save-ը պետք անել, հետո մեջից ջնջել, դա լա valid մատնում, Չէ, ինքը բան անում են չէ, մենակ այդ Python-ի package-ներն է գցում։ բայց 1000-ի package-ը է այստեղ։ Ահա, այդ virtual environment-ում environment-ի գրածներն է գցում, թե virtual-ում ենք էլի ինչ օգտագործում ենք։ Համաձայն եմ, բայց օրինակ եթե ես ասեմ PyTube-ը քաշի, ինքը իր հետ 1000-ը մի ուրիշ բան է քաշելու, ու ես requirements get-text-ում կուզեի տեսնել մենակ որ ինձ PyTube-ը պետք։ Ոչ թե այն մնացածը ինչ PyTube-ը sense tenance վերում է, որ ունենամ կոմպակտ, այն մենակ ամենակարևոր կետերից բաղկացած բան, requirements get.txt file։ Աշխատանքի տեսանկյունից երկուսն էլ կաշխատեն։ Երկուսն էլ օքեյ կլինեն։ Ուղղակի հարմարության պահն է, էլի։ Հա, հասկացա։ Մեկ էլ չաթում հաչել Լուսին հələ չի գրել չաթում։ Okay, ժողովուրդ մինչև էդ էլ ինչ որ էլի հարցեր ցանկացած մարդու մոտ։ Նա դել եկեք ձեր GitHub-ը գնանք տենանք այնտեղ լրիվ արեց ամեն ինչ տեղը։ Եկեք։ Եկեք թող մի հատ լավ ինչ որ է, եկեք մի հատ այսքանը ավելացնենք։ Այդ տեսակ հիմա արդեն հա էլի մի քիչ էս AI-ը մի քիչ դունդու կոդ բանա it's readme and requirements txt files ու հիմա git push անենք այս ամեն ինչը այսքան ժամանակ մենակ ավելացնում էինք ուրեմն եթե գնանք github սա չէ refresh այս մեր սաղ կոդը Okay. Ուժոտ երևի արդեն այսքան է էլի իրականում ինչ որ շատ ավել օգտակար բան չի լինի, եթե սոց շարունակենք սա խորացնել։ Ինձ կարևոր է ներ, որ ոնց որ 0-ից մինչև վերջ ինչ որ մի բան տեսնել։ Այդքան է մինչև վերջ չի, բայց ինչ որ չափով մինչև վերջ է, որ process-ը տեսնեք էլի ընթացքի։ Ուհա, խնդրում եմ ուշադիր լինել, անկեղծ ասել, ինչ հարց կա այս ամեն ինչից։ Այս անգամ հետհաշվարկը կանենք այս կոնֆետը պրծնելով։ Հա, 10-ից հետհաշվարկից ավելի շատ դուր եկավ ինձ մոտեցնում։ Բայց լավ, եթե հարցեր չունեք, ոնց որ շաբաթ արդեն էլի։ Հայկ ջան, այսօրվա վիդեոն երևի թե մինչև վաղը կլինի, չէ՞ կամ չգիտեմ վաղվա ընթացքում։ Հիմնականում սենց է։ Եթե ես այդ ժամանակ տանն եմ լինում կամ չէ, եթե տանը չէ, ես ոնց որ տանը Wi-Fi չունեմ հիմնականում Եթե տենց ինչ-որ շատ ուշ ժամի չի լինում կամ բան, երևի գնում եմ ինչ-որտեղ Wi-Fi եմ գտնում, գցում եմ։ Հիմա այսօր երևի տենց կստացվի։ Ուզում ասեմ ընդհանուր առմամբ, ոնց որ եթե իրիկունն է լինում դասը, կարող ակնկալեք, որ կարող անգնի հաջորդ օրվա։ Ու նաև կախված է այդ վիդեոյի մեջ ինչ-որ դզել փչելու բաներ կան, թե չէ։ Լավ, շատ երկար ինչ-որ պատմեցի, որ տենց հետոյվա համարիմանակ բաման, եթե կարճ Ինձ թվում է մի 50%, մի 70-80%-ով այսօր վիճան կլինի այս բանի։ Հեչ որ չէ, եթե տենց առաջնայինա կարամ բան
երբ կոմպի մոտ լինեմ 2 ժամ հետո Իվանից սկսածը Zoom-ի հղումը վերցնեմ, էլ YouTube չգցեմ վիդեոն, այտենց ուղարկեմ։ Ահա։ Հայկ LLM Summer School-ին տեղակ ես ծանոթ թե Գիտեմ, որ դասից դուրս էլ հա, գիտեմ, որ տենց շատ ուժեղ դեմքեր են կազմակերպողները ու խոսացողներն էլ են շատ ուժեղ դեմքեր, բայց ես ներկա չեմ եղել երբեք։ Բայց ասենք բան, եթե Հայաստանում լինեի այդ ժամանակ, ինձ թվում է կուզեի գնայի։ Ես գրանցվել եմ, դեռ ուզում եմ հասկանամ։ Հա, չէ, հալալ է, իրոք որ տենց բաներ կազմակերպեն, հալալ է։ Այդ բանա ժողովուրդ, LLM-ը բանն է, Large Language Model, այդ մեծ լեզվական մոդել, ու իրենց հետ կապված մի հատ ճամբար է կազմակերպվում ամառային, ճամբար ասելս ամառային դպրոց, շատ ուժեղ դեմքեր գալիս են, ու շատ ինտենսիվ լիքը բան են սովորացնում ու լիքը ուժեղ դեմքերի հանդիպում եք նաև այդտեղ։ Նաև կա բան, ԵՊՀ-ի կազմակերպած ասեմ, Միքայել Պողոսյանի ու Կարեն Քերյան շատ ֆանտաստիկ դասախոսների ու մարդկանց կազմակերպած բան, մի հատ էլ ուրիշ ամառային դպրոց կա մեքենիկական ուսուցման, էդ էլ է լինելու ամառը, բայց այդ իզուր ասցի, որովհետև հունիսի 1-ն էր դեդլայնը իրականացվելու, բայց լավ, ապագայի համար իմացեք, որ Հայաստանում հիմնականում 2 հատ շատ ուժեղ, շատ լավ ամառային դպրոց է կազմակերպվում, ու ինձ թվում է երևի հաջորդ տարի արդեն տենց գիտելիքի բան տեսանկյունից էլ ձեր համար շատ տեղին կլինի իրան մասնակցել էլի։ Իրանք վճարովի են, ինչքան գիտեմ, բայց հայկական համալսարանների ուսանողները ինչ-որ հայերի համար ինչ-որ լիքը զեղչեր ու բան, կրթաթոշակներ է լինում այդտեղ։ Ու հա, երևի այսքանով ավարտեմ միտքը։ Դենի ցանկացած հարցեր, ժողովուրդ։ Կարող արդեն ոնց-որ թեմայից դուրս է լինի, էլի։ Դե լավ, վերջնական մինչև այս մեկնել ենք սպասում, ու եթե հարց չեղավ, սովորվում է։ Շնորհակալություն, շատ լավն էր։ Հա, դες մերսի։ Լավ, դե ժողովուրդ, ուրեմն մինչ չորեքշաբթի։ Պլանի առումով է չորեքշաբթի արդեն կմտնենք բան թեմա, ինդեքսի ֆայլը, հա, մոռանում եմ, որ կայք կա։ Հաջորդ շաբաթ կմտնենք արդեն exception handling-ի թեմա, սա տենց երևի, որ տենց նոր եք մտնում ծրագրավորման մեջ, ամենաուրախացնող գաղափարն է Boon Python-ի մեջի, որտեղ, ասենք, կարելի է սա ինքը բանն է, error-ների հետ աշխատելու համար, ասենք, error-ների հարցը լուծելու, ասենք, դա կարելի է, ասենք, եթե կոդ ունեք, որ error-ա գցում, իրեն գցում եք մի հատ try անունով բանի մեջ ու այդ error-ից հետո մեկը շարունակում է աշխատել, բայց ոնց որ cheat code-ի բայց իրեն պետք է ճիշտ օգտագործել ու չշարաշահել երբեք, այդ կսովորենք, թե ոնց error-ների ձեռով ոնց չգժվենք։ Հա, exception handling այդ մի դաս կանենք, դրա համար առանձին գործնական չեն կանի, որտեղ ինքը բան չի, այնց մեծ բան չի էլի, որ գործնական անես իր համար, ավելի շատ ոնց որ ուղղակի հետո ուրիշ գործնականներում նաև իրան անես այտենց վիճակա։ Դրա համար երևի չորեքշաբթի կլինի exception handling-ի լեկցիա, ուրբաթ ինչի լեկցիա կլինի, վստահ չեմ։ Մի քիչ բան կա, ֆունկցիաների թեմաներից պարտքեր կա, վստահ չեմ իրանց երբ կծածկենք, դրա համար հա, ուրբաթը հələ տեսնենք ոնց կլինի, բայց արդեն շատ մոտ ենք մտնելու տենց Boon Python-ի վերջին հիմնական թեման։ Կլասներ ու օբյեկտ օրիենտացված ծրագրավորում, այդ Boon Python-ը ծածկենք, արդեն կանցնենք գրադարան։